Ողջույն բոլոր ընկերներ եւ բարի գալուստ մեր հերթական Primavera P6 ծրագրին նվիրված դասընթացների շարքին եւ այս դասընթացին մենք սովորենք թե ինչպես կարելի է ստեղծել մեր առաջի առաջադրանքները։ Նախորդ դասընթացին մենք սովորեցինք թե ինչպես կարելի է ստեղծել նախագիծ, մեր նախագիծը հիմա արդեն պատրաստ է, մենք գտնվում ենք այդ նախագծի մեջ եւ հիմա եկեք հասկանանք թե ինչպես են ստեղծվում այդ առաջադրանքները եւ ինչպես են ստեղծում խմբավորումները։ Նախ եւ առաջ եկեք սկսենք խմբավորումներից, որովհետեւ դրանք են ամենակարևորը, որի մեջ մենք արդեն կստեղծենք մեր առաջադրանքները։ Հիմա խմբավորումները կամ այդ խմբերը Primavera P6-ում կոչվում են WBS։ Այդ WBS-ը կարելի է տեսնել այս ձախ հատվածում, եթե դուք գաք այս երկու քառակուսիների վրա, դուք կտեսնեք անունը գրված է WBS։ Բացում ենք սա եւ նորից սա մեզ կտանի ինչ-որ մի հատ նոր պատուհան, որը կոչվում է WBS, եւ այստեղ մենք պետք է ստեղծենք մեր խմբավորումները կամ խմբերը։ Հիմա եկեք սա online-ենք, անում ենք աջ կլիկ եւ նորից անում ենք add։ Սա կլինի մեր առաջի խմբավորումը։ Սա շատ նման է portfolio-ին եւ project ստեղծելու process-ին։ Նորից դուք ունեք WBS code, որը նույն project ID-ն է կամ portfolio-ի ID-ն է, եւ դուք ունեք WBS name, որը նորից շատ նման է project name-ին կամ portfolio name-ին, եւ նույն լոգիկան աշխատում է այստեղ։ Դուք չեք կարող ունենալ երկու WBS նույն կոդերը օգտագործելով։ Այսինքն կոդերը միշտ պետք է լինեն տարբեր, անունները կարող են լինել նույնը։ Հիմա մենք WBS կոդը կարող ենք թողնել 1, այսինքն կոդավորման համար դուք ինչ-որ կոնկրետ անուններ կարող եք չօգտագործել, դուք կարող եք թողնել սա հենց 1, եւ WBS name-ը, տեսեք, մենք կարող ենք գրել օրինակ foundation, որը նշանակում է հիմք։ Հիմա նույն ձև կարող ենք անել աջ կլիկ, անում ենք add, տեսեք, նորից մենք ստեղծում ենք նորը, որը գտնվում է այս WBS-ի տակ։ Եվ այս մեկը եկեք անվանենք օրինակ substructure։ Այսինքն այն աշխատանքները, որոնք կատարվելու են ձեր հիմքից հենց վերևում։ Եթե նկատեք WBS code-ին, դուք կտեսնեք, որ P6-ը միանգամից ստեղծում է այս կոդերը, օգտագործելով ձեր նախագծի անունը կամ ID-ն որպես հիմք։ Այսինքն RB20-1 դա մեր նախագծի կոդն էր կամ նախագծի ID-ն էր։ Եթե դուք հետ գաք project, դուք այսա կտեսնեք այստեղ, տեսեք։ Իսկ 1.1.1-ը արդեն P6-ը ինքը իրանով գեներացնում է, որովհետև նորից կոդերը չեն կարող նույնը լինեն։ Հիմա նորից նման EPS-ներին կամ պորտֆոլիոների կառավարման ձևին դուք աջ հատվածում ունեք այսպիսի սլակներ, որի օգնությամբ դուք կառավարում եք թե որտեղ է գտնվում կոնկրետ այս տրված WBS-ը։ Հիմա եթե մենք սա վերցնենք շարժենք դեպի ձախ, դուք կտեսնեք, որ սրանք հիմա երկու առանձին WBS-ներ են կամ խմբեր են, որոնք բնականաբար գտնվում են ձեր նախագծի տակ։ Այսպես կարելի է ստեղծել խմբեր կամ WBS-ներ։ Դուք անքանակ կարող եք ստեղծել խմբեր, որը կգտնվի մեկը մյուսի մեջ, մեկը մյուսի մեջ, մեկը մյուսի մեջ եւ այլն։ Երբ որ մենք սկսենք մեր նախագիծը ստեղծելու շարքը, այդ դասընթացների շարքը, որտեղ մենք ունենանք կոնկրետ 20 հարկանի նախագիծ, որի վրա մենք սովորելու ենք թե ինչպես կարելի է ստեղծել հենց նախագիծը ինքը իրանով, դուք կտեսնեք թե ինչպես կարելի է դա դասավորել։ Այստեղ մենք ծանոթանում ենք ուղղակի սրա ֆունկցիաների հետ, թե ինչպես կարելի է ստեղծել այս WBS։ Հիմա մենք ունենք 1-2, սա բավական է այս դասընթացի համար։ Հետ գնանք activities, դուք այստեղ կարող եք շատ հետաքրքիր բան տեսնել։ Դուք կնկատեք, որ մեր foundation-ը հիմա գտնվում է այս substructure-ի ներքևում, որը չի համապատասխանում այն դասակարգմանը, որը մենք ունենք այս WBS պատուհանում։ Այստեղ մենք ասում ենք, որ մեր նախագիծը մեր հիմնական այդ ծնողն է, եւ foundation-ը եւ substructure-ը սրանք ուղղակի երեխաներն են այս հիմնական portfolio-ի կամ նախագծի մեջ, բայց մեկը մյուսին չի պատկանում, այսինքն սրանք պետք է լինեն մեկը մյուսից առանձին։ Հիմա այս foundation-ը եթե մենք բարձրացնենք վերև, այսպես, բայց եթե մենք գնում ենք activities, դուք կտեսնեք, որ այստեղ foundation-ը պատկանում է substructure-ին, որովհետեւ եթե ես փակեմ այս սլաքը, տեսեք, մեր foundation-ը կորում է։
Սա ուղղակի տեխնիկական bug է կամ defect է կապված հենց ծրագրի հետ, երբ որ ձեր WBS-ները ստեղծելուց հետո այս activity բաժինը միանգամից չի թարմանում։ Այսինքն սա այնպես ինչ-որ բան չէ, որ դուք եք սխալանում, սա ուղղակի խնդիր է ծրագրի հետ։ Հիմա սա ուղղելու համար մենք եթե ստեղծենք սովորական մի հատ առաջադրանք, այս սխալը միանգամից կուղղվի։ Ոնց ենք ստեղծում առաջադրանքը։ Նորից դուք կարող եք ընտրել substructure-ը, անել աջ կլիկ եւ անել add։ Եվ տեսեք, մենք ստեղծեցինք մեր առաջի առաջադրանքը։ Առաջադրանքի կարող եք տեսնել դե activity ID, որը առաջադրանքի ID-ն է, եւ նույն լոգիկան աշխատում է այստեղ։ Դուք չեք կարող ունենալ activity, որը ունի նույն ID-ները։ Մենք ունենք activity name, մենք ունենք original duration, որը առաջադրանքի ժամանակն է, եւ մնացած սյունակներին մենք դեռ կանադառնանք։ Հիմա այս activity name-ը եկեք նրա անունը միանգամից գրենք task 1, որը նշանակում է առաջադրանք 1, եւ անում ենք enter։ Եկև նույնը անենք foundation-ի համար, անում ենք աջ կլիկ, անում ենք add, տեսեք foundation-ը միանգամից ուղղվեց, այստեղ հիմա անում ենք task 2։ Տեսեք, հենց որ դուք ավելացրեցիք առաջադրանքը, այս foundation-ը structure-ը արդեն ուղղվեցին, այսինքն սխալը ուղղվել է, եւ եթե դուք փորձեք այս մինուսի օգնությամբ փակել, դուք կտեսնեք, որ սրանք աշխատում են որպես երկու տարբեր խմբեր մեկը մյուսից։ Եկեք բացենք foundation-ը եւ substructure-ը եւ եկեք հասկանանք կամ ծանոթանանք ուրիշ ինչ ֆունկցիաներ գոյություն ունեն։ Հիմա, երբ որ դուք ստեղծում եք ձեր առաջադրանքները, տեսեք, activity ID-ները գեներացվում են իրանցով։ Այսինքն A1000 կամ A1010-ը դա հենց ինքը իրանով Primavera P6-ը գեներացնում է այս ID-ն, բայց բնականաբար դուք կարող եք այն փոփոխել եւ մենք կարող ենք անգամ փոփոխել նրա լոգիկան, թե ինչ լոգիկայով են գեներացվում այս activity ID-ները։ Օրինակ, ես կարող եմ հիմա վերցնել սա եւ A1000-ի փոխարեն գրել A2000։ Սա կարող եմ փոխել գրել A2500։ Ոչ մի բան դա ինձ չի խանգարում սա փոփոխելու համար։ Բայց մենք դեռ կանդրադառնանք ID-ներին առանձին տեսահոլովակի մեջ։ Activity name-ը կարող է կրկնվել։ Ես կարող եմ այս task 2-ը փոխել գրել task 1։ Կամ սա հիմա կարող եմ փոխել գրել task 2։ Անունների հետ ոչ մի խնդիրներ չկան։ Original duration։ Սա առաջադրանքի ժամանակն է աշխատանքային օրերով հաշվարկված։ Ցանկացած ժամանակ, եւ որը դուք դնում եք P6-ի մեջ, կապված ձեր առաջադրանքների, ռեսուրսների կամ WBS-ների հետ կապված, միշտ հաշվարկված է աշխատանքային օրերով։ Խնդրում եմ սա հիշել։ Երբ որ դուք տեսնում եք, որ սա գրված է 5, 10, 11 եւ ցանկացած ուրիշ թիվ, դա նշանակում է աշխատանքային օր։ Դա չի ներառում ձեր շաբաթ-կիրակին, ձեր ոչ աշխատանքային օրերը, անգամ եթե մենք հետո փոխենք սա դնենք ժամերով, երբ որ մենք գրենք օրինակ առաջադրանքը տևում է 20 ժամ, դա նշանակում է 20 աշխատանքային ժամ։ Հիմա ժամանակը փոխելու համար դուք կարող եք ուղղակի վերցնել այստեղ գրենք 10։ Սա կնշանակի 10 աշխատանքային օր։ Սա կարող ենք փոխել դնել օրինակ 20 եւ կնշանակի 20 աշխատանքային օր։ Աջ կողմում դուք կտեսնեք remaining duration-ը, որը նշանակում է մնացած ժամանակը։ Սա օգտագործվում է, երբ որ դուք արդեն հետևում եք կամ թարմացում եք ձեր շինարարական նախագիծը։ Այսինքն ձեր նախագիծը սկսել է, դուք այս task 1-ը, ենթադրենք դա հիմքերի հետ կապված ինչ որ առաջադրանք է, այս առաջադրանքը process-ի մեջ է, կատարվել է 50%, այս remaining duration-ը ձեզ ցույց կտա, թե քանի օր կամ քանի ժամվա աշխատանք է մնացել այս առաջադրանքի վրա։ Հիմա եթե օրինակ պատկերացնում եք original duration 10 օր է, դա հիմնական այդ սկզբնական ժամանակն է եղել, մենք 50%-ով ավարտել ենք մեր նախագիծը, մեր remaining duration-ը կլինի 5 օր։ Այդպես է հաշվարկվելու remaining duration-ը։ Schedule complete-ը մենք դրան դեռ կանդրադառնանք, բայց սա կոպիտ ասած դες ցույց է տալիս, թե քանի տոկոսով եք դուք ավարտել ձեր նախագիծը կամ տրված առաջադրանքը, նորից սա նախատեսված է, երբ որ դուք արդեն շինարարության process-ի մեջ եք։ Եվ այստեղ աջ հատվածում դուք կտեսնեք start եւ finish։
երբ եք դուք սկսում առաջադրանքը եւ երբ եք դուք ավարտում առաջադրանքը։ Եվ դուք տեսնեք, որ սկզբնական օրը, առաջի օրը դա հունիսի 16-ն է 2025-ին։ Բայց տեսեք, շատ հետաքրքիր նրբություն։ Եթե դուք հիշում եք մեր նախորդ դասընթացից, երբ որ մենք ստեղծում էինք նախագիծը, մեր նախագծի սկզբնական օրը կամ սկսելու օրը ամսի 16-ը չէր։ Եվ մենք դա կարող ենք ստուգել։ Եթե մենք գնանք head projects, ընտրենք մեր նախագիծը, բարձրացնենք այս details-ը, դուք կտեսնեք այստեղ գրված project plan start-ը հունիսի 14։ Բայց երբ որ դուք փորձում եք առաջադրանք ստեղծել, սա միանգամից նշանակվում է հունիսի 16։ Ինչու՞։ Որովհետև հունիսի 14-ը շաբաթ օր է, որը համարվում է ոչ աշխատանքային օր այն կալենդարի մեջ, որը օգտագործում է Primavera Pivot-ը։ Տեսեք, անգամ այն հասարակ նրբությունը, որը դուք չեք կարող աշխատանքը սկսել շաբաթ օրը, որովհետև շաբաթ օրը համարվում է ոչ աշխատանքային եւ դա գրանցված է ծրագրի մեջ, ծրագիրը միանգամից ձեր առաջի առաջադրանքը նշանակում է ամենամոտիկ աշխատանքային օրին, ամենամոտիկ հաջորդ աշխատանքային օրին, որը գալիս է ամսի 14-ից հետո, որը ամսի 16-ն է։ Հիմա մենք ունենք մեր start-ը եւ finish-ը, մենք ունենք start-ը որպես հունիսի 16 եւ մենք ունենք finish-ը հունիսի 27։ Այսինքն, այս աշխատանքային օրը հաշվարկվում է, թե երբ եք դուք սկսում եւ երբ եք դուք ավարտում, այսինքն այս 3 տողերը միշտ աշխատում են մեկը մյուսի հետ։ Դուք չեք կարող առանձին փոխել ձեր original duration-ը առանց փոփոխելու ձեր start-ը եւ finish-ը։ Դա ուղղակի հնարավոր չէ։ Դուք կարող եք փորձել հասնել այդպես ինչ-որ արդյունքի, երբ որ դուք փոխում եք ձեր ժամանակը, ձեր սկիզբն ու վերջը առաջադրանքի չի փոփոխվում, բայց դա կլինի արդեն, որ դուք փորձում եք ինչ-որ նախագծում բան ցույց տալ, որը իրականում գոյություն չունի։ Այսինքն նախագծում ցույց տալ ժամանակներ, որը իրականում գոյություն չունի։ Բայց դա ուրիշ թեմայի խոսակցություն է։ Հիմա մենք ունենք այս բոլոր ինֆորմացիան գրանցված մեր առաջադրանքների մեջ, մենք ուզում ենք սա տեսնել մեր ժամանակացույցում։ Մեր նախագիծը սկսում է 2025 թվականին։ Ժամանակացույցի մեջ մենք ունենք 2010 թվական։ Հիմա դուք կարող եք կամ այս գծի օգնությամբ, տեսեք, բերել եւ միանգամից տեսնել, թե որտեղ են ձեր առաջադրանքները սկսում։ Դուք հիմա կարող եք այս կարմիր գիծը, որը տեսնում եք, դա ձեր նախագծի սկիզբն է։ Այսինքն մեր նախագիծը սկսվում է այս կարմիր գծից։ Սևը ձեր խմբավորումներն են կամ ձեր WBS-ները։ Կանաչները ձեր առաջադրանքները։ Եվ դուք այստեղ կարող եք տեսնել, թե առաջադրանքների տևողությունները վիզուալ։ Մենք կարող ենք այս zoom-ի օգնությամբ, տեսեք, zoom անել եւս մի անգամ եւ տեսեք հետաքրքիր տեսք։ Մենք տեսնում ենք աշխատանքային օրերը եւ մոխրագույնով մենք տեսնում ենք ոչ աշխատանքային օրերը։ Եվ այստեղ դուք կարող եք տեսնել մեր առաջադրանքը աշխատում է երկուշաբթից ուրբաթ, անցնում է weekend-ը, որովհետեւ weekend-ը ոչ աշխատանքային է եւ շարունակում է նորից երկուշաբթից ուրբաթ։ Այսպես դուք կարող եք հասկանալ այս ինչու է կարևոր այս 10 աշխատանքային օրը, որովհետև երբ որ մենք ասում ենք 10, դա նշանակում է 5 աշխատանքային օր առաջի շաբաթվա մեջ եւ եւս 5 աշխատանքային օր երկրորդ շաբաթվա մեջ։ Իրականում ձեր start-ը եւ finish-ը, եթե դուք հաշվեք բոլոր օրերը, տևում է 12 օր։ Բայց այդ 12 օրվա մեջ դուք ունեք ընդամենը 10 աշխատանքային օր։ Շատ կարևոր նրբություններ են, որոնք շատ մեծ ազդեցություն ունեն ձեր նախագծի հաշվարկների վրա, մաթեմատիկական հաշվարկների համար։ Դրա համար խնդրում եմ միշտ ուշադրություն դարձրեք այս թվերին եւ երբ որ մենք արդեն սովորենք, թե ինչպես կարելի է կառավարել ձեր կալենդարները, նորից պետք է հասկանաք, թե որ օրերն եք դուք թույլատրում, որպեսզի լինեն աշխատանքային եւ որ օրերն են ոչ աշխատանքային։ Այսքան այսօրվա դասընթացի համար մենք սովորեցինք, թե ինչպես կարելի է ստեղծել WBS-ներ, մենք սովորեցինք, թե ինչպես կարելի է ստեղծել առաջադրանքներ, տալ ժամանակ առաջադրանքներին, հասկանալ ինչպես է աշխատում նրանց start-ը եւ finish-ը, հասկանալ թե ինչպես է աշխատում Primavera Pivot-ում այս ոչ աշխատանքային եւ աշխատանքային օրերը եւ ինչպես են այս ժամանակները, որոնք դուք տալիս եք առաջադրանքների վրա, իրականում տեսք ունենում
ձեր timeline-ում կամ ժամանակացույցում։ Հաջորդ դասընթացին մենք արդեն կստեղծենք ևս մի քանի առաջադրանքներ եւ կսովորենք, թե ինչպես կարելի է կապել առաջադրանքները մեկը մյուսի հետ։ Էնպես որ, եթե ձեզ հետաքրքիր են այս դասընթացները, անպայման դրեք լայքեր, թողեք կոմենտներ, կիսվեք ձեր ընկերների հետ, որովհետև ձեր հետադարձ կապն է, որ ստիպում է կամ խրախուսում է, որ ես շարունակեմ ձայնագրել այսպիսի տեսահոլովակներ, հուսով եմ սրանք օգտակար են ձեզ համար։ Եթե հետաքրքրված եք անհատական կամ խմբային դասերով, անպայման գրեք իմ LinkedIn-յան, Facebook-յան կամ անգամ Telegram-ի էջին, եւ ես մեծ հաճույքով կլինեմ կապի մեջ։ Այնպես որ մինչ հաջորդ հանդիպում։